Գյումրի ջան, ողջույն։ Շիրակի զարկերակը ուզում եմ, որ այս պահին հստակ բաբախի եւ ազդարարի, որ մենք տեր ենք խաղաղությանը։ Սիրելի շիրակցիներ, վստահ եմ, որ այսօր յուրաքանչյուրդ շատ հպարտ, շատ գիտակից կերպով կանգնած է Գյումրու կենտրոնում։ Կանգնած եք, որովհետև այս 8 տարիների ընթացքում տեսել եք նվիրում, տեսել եք աշխատանք, տեսել եք ազնվություն, տեսել եք ձեզ ծառայող մարդկանց։ Այսօր սիրելիներս, մենք եկել ենք հայցելու ձեզանից, ձեր քվեն, որպեսզի շարունակենք ծառայել, որպեսզի շարունակենք ձեզ հետ շենացնել Շիրակն ու Հայաստանը։ Ամեն գյուղ, ամեն բնակավայր վեր է հառնելու։ Գիտեք ինչու, որովհետև Շիրակը նախկինների ժամանակ շատ մոռացված տեղ էր։ Շիրակի որոշ համայնքներ, Աշոտքը և Ամասյան, իրենց համար մոլորակից դուրս էին, քանի երկրի ղեկավար է եկե հասե ձեզ մոտ։ Երբ 2018-ին այցելում էի Աշոտքի ձորի գյուղերը, մարդիկ ասում էին, մեզ մոտ ղեկավար չի եկել։ Այսօր այդ բնակավայրերը շունչ են առնում։ Գոգովիտում, Ցողամարգում ճանապարհ է կառուցվում։ Ճանապարհ, որը երբեք չի եղել։ Մյուս համայնքներում, Շիրակաբանում ճանապարհ է կառուցվել եւ այդ համայնքը հիմնադրման օրվանից, երբ Ախուրյանի ջրամբարն էր կառուցվում, 50 տարի չի ունեցել ճանապարհ։ Բնակավայր երևի, որի սեփական եկամուտները 4 միլիոնը չեն գերազանցում, այսօր այնտեղ կառավարությունը իմ եւ ձեր հարկերով կառուցում է շուրջ 2 միլիարդ աժողությամբ դպրոց։ Եվ նման դպրոցներ կառուցվելու են տարբեր համայնքներում, եւ նման մանկապարտեզներ կառուցվելու են տարբեր համայնքներում, եւ ոռոգում է լինելու, եւ գյուղտեխնիկա է լինելու։ Այո, Շիրակում ջրի խնդիրը կա, ինչպես ամբողջ Հայաստանում։ Բայց կառավարությունն այսօր ունի հանձնառություն առաջիկա 5 տարիների ընթացքում ջրի խնդիրը առաջնային հռչակելու։ Իսկ չկա ջրի խնդիր, գիտեք ինչու։ Որովհետև ոռոգման ցանցերը, ջրամատակարարման խողովակները քանդեցին, տարան, վաճառեցին, ովքեր։ Սաշիկները։ Եվ ուրեմն մենք իրենց ուղարկելու ենք իրենց ու իրենց նմաններին քաղաքական աղբանոց։ Օրեր առաջ Երևանում ստացել էին նոր տրոլեյբուսներ։ Քաղաքական թիմով քննարկում էինք եւ հարցրեցին Գյումրիում տրոլեյբուս եղել է։ Ասի եղել է, տրոլեյբուսն էլ է եղել, տրոլեյբուսը Գյումրիից Ախուրյանն էլ է գնացել, տրոլեյբուսի պարկն էլ վաճառեց, տրոլեյբուսի գծերն էլ վաճառեց, ով վաճառեց։ Վարդանիկը, ապրեք։ Բա ինքը իմ ու ձեր երեխաների մանկությունն է ուզում վաճառել։ Այդ մարդկանց համար չկա սրբություն։ Քանի օր մնաց քաղաքապետարանի շենքում, որովհետև միայն եւ միակ երազանքը փողն է։ Մի հատ էլ հելնում կանգնում է հրապարակում, ամենափրկիչով երթվում է, քանի հոգի է ամենափրկիչի համար հանգանակություն արել։ Ձեռքեր բարձրացրեք։ Ամենափրկիչը մենք եւ դուք ենք կառուցել, ոչ իրենք։ Ուրեմն այսօր եկե ասում են, այս իշխանությունը ուրանում է մեր կրոնը, մեր ինքնությունը։ Ով է ամենափրկիչի պուրակը կառուցել։ Մենք։ Ով է դեպի Մարմաշենի վանական համալիր տանող ճանապարհը կառուցել։ Ով է ամրակայում արել։ Այս իշխանությունը։ Հորոմի Սուրբ Պրիպսիմե եկեղեցին ով է նորոգում։ Այս իշխանությունը։ Պեմզաշենի Սուրբ Առաքելոց վանական համալիրը ով է ամրակայում։ Այս իշխանությունը։
ու դուք մեզ ասում եք մենք ուրանում ենք կրոնը։ Մենք տեր ենք մեր կրոնին, մեր ինքնությանը, մեր պատմությանը, մեր երկրին, իսկ իրենք տեր են իրենց աթոռին։ Իրենց պետք է մի հողակտոր, որ աթոռը դնեն։ Այսօր Գյումրու քաղաքապետի տեղապահը տեղը լքել է։ Ուրեմն պատգամավոր է ուզում դառնալ Ավետիսը, փախել է։ Ավետիսը սովոր է դռնեդուր ընկնելու, ժամանակին ՔՊ-ի դռներն էր թակում, որ ընդունենք, չընդունեցինք։ Հիմա այլ հանգրվան է գտել, ինչ-որ ձևական ուժեղների մոտ։ Իդեպ, այդ ձև տված ուժեղ տղեկին տեսել եմ Եղևնիների տակ, տղեկ առաջ եկեք հունիսի 7-ից հետո ձեզել ենք տեր։ Եվ հիմա այդ մարդիկ եկել են մեզ, ասում են հայրենիք պահել չգիտեք, ուր էիք դուք, ուր էին ձեր զավակները, վարդանիքներ, մարտունիքներ և մնացածներ, քաղաքի, մարզի, երկրի, յուրաքանչյուր սանտիմետր հողին տեր ենք, ազգովի ենք տեր։ Այսօր սիրտս ցավ է զգում, Շիրակի մարզի տարբեր բնակավայրեր զարգանում են, ճանապարհներ են կառուցվում, դպրոցներ, մանկապարտեզներ, մտնում ես Գյումրի ու թվում է Գյումրին անտեր է։ Չէ, Գյումրին տեր ունի, ես և դու Գյումրուն տեր ենք, և Գյումրին պետք է ունենա արժանի քաղաքապետ, քաղաքապետով տեր է կանգնելու քաղաքին։ Եվ որևէ մեկի մտքի չանցնի Գյումրից ու հպարտությունը գետնով տալ։ Ես ուզում եմ վստահ լինեք։ Ինչպես հիմա, այդպես էլ հունիսի 7-ից հետո, մեկ-մեկու ձեռք տված, քայլ առ քայլ շենացնելու ենք մեր երկիրը։ Անելու ենք դա խաղաղ երկնքի տակ։ Որևէ մեկի մտքով չանցնի, որ կարող է վաճառքի հանել իմ և ձեր երեխաների ապագան։ Եվ ուրեմն, Շիրակցին տեր է։ Շնորհակալ եմ։ Հավանիչ տեսանյութը և բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։